невозможно повернуть назад, и времени на миг не остановишь. Արդեն երգում է Հովիկ Աղազարյանը, այլևս անձեռնմխելի չէ, բայց խորհրդարանին հրաժեշտ տալ չի պատրաստվում։ Ինչպես պատրաստ եք, որ ազգային ժողով չեք գալու։ Այդ ինչ դժվար է։ Ինչու՞։ Սիրում եմ շենքը։ Աղազարյանը սրտնեղած է, թե որոշ ընդդիմադիրներ այսպես ասած պաշտպանել են իրեն, սակայն երեսով են տվել։ Ես որ կանգնում եմ կարտոշկի օրինակներ բերեմ, սա ընդդիմությանը կթաղեմ այդ օրինակների տակ։ Նախկին որոշ թիմակիցների ելույթներից Աղազարյանը գոհ է, նույնիսկ կանոններ է տալիս Վիլեն Գաբրիելյան, Բաբկեն Թունյան, Արման Եղոյան, իսկ ահա Կոնջորյանի ելույթը կարծում է Փաշինյանի հրահանգով է։ Պարոն Աղազարյան, կյանքում կրակ արած կաք, հիշում եք, չէ, որ կրակը երբեմն չի կպնում, ինչ են անում։ Կրակը մեկ որ չի կպնում, հիշում եք, չէ, ինչ են անում։ Մի հատ տաշեղ են գտնում, որ այդ տաշեղով կրակը բոցավառվի։ Արած կլինեք երևի։ Այ հիմա դուք այս ժողովրդի համար ընդհանրապես տաշեղ եք, որ ուզում են այդ կրակի մեջ մտցնեն, որ այդ կրակը բոցավառվի։ Այդ կրակն էլ ինչ կրակ է, այդ այն կրակն է, որով որ իրանք ուզում են Հայաստանը եւ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը ու պետականությունը հրդեհել։ Սլակները Կոնջորյանն ավելի շատ դեպի ընդդիմությունն է ուղում, համամիտ չէ երկու օր հնչած տեսակետների հետ, թե Հայաստանում ավտորիտարիզմ է, ասում է դասական, ժողովրդավարական երկիր ենք։ 3 հոգի ձեր մոտից մանդատից հրաժարվեց, որ Լևոն Քոչյանը դառնա падգամավոր, բայց դա է ավտորիտարիզմը, այդ ձեր ցավը տանեմ։ Ընդ որում այնտեղ ոչ SMS կա, ոչ վարչության որոշում կա, ոչ բան կա, ասվել է, արվել է։ Դուք եկել եք ընդդիմադիր ավտորիտարիզմի փառահեղ դրսևորում եք դուք, կենթանի հուշարձանն եք դուք։ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում ուշադրություն է հրավիրում իր որոշ գործընկերների հայտարարություններին, որ հոգուտ իրեն էին։ Մարդիկ ասում են, ինչ եք անում, ախպեր, գոնե խարդախության հոդված դրեք։ Այդ մարդը ինչ լծակ ունի, որ կաշառք դրսնի։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանի կողմից ցուցումներ տրամաբանական կլներ, որ падգամավորները ձեզ անձեռնմխելիությունից զրկելու թեզ առաջ տանեին, ոչ թե բաց հարցերի վրա ուշադրություն հրավիրեին։ Այս է բացատրում նրանով, որ ես տաշեղ չեմ։ Մարդիկա, որ ինձ հարգում են եւ ընդունում են։ Արմենուհի Գյուրեղյանի խոսքով հանրությանն է ներկայացվում դասական օրինակ, թե ինչպես են կարվում գործերը։ Այսօր դուք ունեք շանս անելու քայլ եւ մերժելու այդ անձին ՆՓ-ին, նրա հիվանդագին ցանկությունները չկատարելու։ Քայլ արեք, մերժեք Նիկոլին, հենց այսօր եւ միասին։ Կարծում եմ ճիշտ չի անվան առաջի տարերը հնչեցնելով խոսել երկրի ղեկավարի կամ որևիցե գործընկերոջ մասին։ Հիմա ես ձեզ ներկայացնելուց ասեմ ԱԿ-ն է ելույթ ունենալու, ԱԿ-ն իր ելույթը ավարտեց։ Աննա Վարդապետյանն Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար խորհրդարան մի քանի էջանոց թղթապանակով էր եկել։ Խոսքը կաշառքի երկու գործի մասին է։ Աղազարյանը վստահեցնում է անմեղ է, իրեն ճնշում են քաղաքական դրդապատճառով։ Գումար վերցրել է, բայց պարտքով, հետո վերադարձրել է, փաստաթղթերն էլ ձեռքին են։ Աղազարյանն ամբիոնին մոտեցավ ու կրկին պատմեց իր սլավիկների, Աշոտի ու Աշոտիկի հարաբերությունների, նաև ՔՊ նիստերի մասին։ Նախաձեռնողի նիստի ժամանակ ասացի Պարոն Գաբրիելյան, ասեցի պարոն վարչապետ, դուք մեզ շատ եք սիրում, որ շատ եք սիրում, ուժեղ եք գրկում, որ ուժեղ եք գրկում, խեղդվում ենք, նա թողեք տնան կարում ենք մենք քայլեմ, թե չէ, այդ սախիտ խեղդել է իմ այնքը, գրկել խեղդել է դառնա ավտորիտար ղեկավար։ Աննա Վարդապետյանը նաև Տարոն Մարգարյանի հետևից էր եկել, նույն ակնկալիքով։ Անհրաժեշտ է падգամավորների համաձայնությունը, որ պատիվ ունեմ խմբակցության падգամավորն անձեռնմխելիությունից զրկվի ու նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի։ 3 վարույթով Մարգարյանին մեղադրում են քաղաքապետ եւ քաղաքապետի տեղակալ լինելու տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, դպրոցներում ու մանկապարտեզներում տարածքներ օտարելու եւ մի շարք այլ արարքների համար։ Մարգարյանն ու մյուս ընդդիմադիրները նիստին չէին մասնակցում։ Առաջադրված մեղադրանքները падգամավորը չի ընդունում։ Դուրս է բերել դարձել է համայնքի սեփականություն, համայնքի սեփականություն հանդիսացող հողը ձևական աճուրդներով օտարել է իր մտերիմները իրական սեփականատերը չեն հանդիսացել, հետո այդ անձինք այդ գույքերը օտարել են երրորդ անձանց եւ իրական գումարները ստացել են այն անձինք, ովքեր պաշտոն են զբաղեցրել տվյալ իրավիճակում։ Գլխավոր դատախազին ՔՊ-ն չմերժեց։ Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանն անձեռնմխելիությունից զրկվեցին փակ քվեարկության արդյունքով։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել էր ազգային ժողովի падգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, կողմ 67 դեմ 0։
Ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել էր ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, կողմ 65 դեմ 2։ Իսկ ընդդիմադիրների ուշադրության կենտրոնում նաև Փաշինյանի երեկվա աղմուկոտ հայտարարություններն են նախկին նախագահներին տալ պատերով եւ դուրս հանել քաղաքական դիակի մնացորդները։ Դիմելով Ալեն Սիմոնյանին, Նարցվիկ Մինասյանն ասում է, որ իշխող ուժը կոռեկտության կոչ անելու լիմիտը սպառել է։ Խորհուրդ կտամ սկսել ձեզնից նոր ընդդիմադիր պատգամավորներին անդրադառնալ։ Այժմ անդրադառնամ։ Ինչև կանրադառնալ, ասեմ, որ ես երկրորդում եմ վարչապետի երեքստեղ հնչեցված բոլոր արտահայտությունները։ Դե ուրեմն այդ բոլոր արտահայտությունները վերադարձվում են ձեզ եւ ձեր շեֆին։ Դրա պատասխանը տրվել է, կգաք կբանավիճենք, մնացած տեղեր բանում պարագայում հանգիստ նստեք տեղները բոլորը։ Առաջին հանգիստ նստող դուք պետք է լինեք, որովհետեւ շուտով նաեւ ձեր պատասխանատվության կանչվելու ժամանակն է գալու։ Սեյրան Օհանյանի խոսքով Փաշինյանը նախկին ղեկավարների հասցեին նման բառապաշար օգտագործելու իրավունք չունի։ Ինքը կարող է ասել, հրավիրում եմ բանավեճի, բայց պատերին ծեփել, չգիտեմ, գետնին փռել եւ նույնն էլ այսօր Ալեն Սիմոնյանը ասում է, որ ես ստորագրում եմ եւ ես կողմ եմ այն ինչ Նիկոլ Փաշինյանը ասել է։ Սա եւս մեկ անգամ փաստում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա ղեկավարությունը եւ գործադիրի եւ օրենսդիրի ղեկավարությունը օրինակ չեն հանդիսանում, իրենք իրենց գործունեությունը շարունակում են այսպես փողոցային վարքագծով։ Երբ որ կրկին բանավեճի առաջարկ կար, ես շատ պարզ հայտարարել եմ, ինչեւ բանավեճը ինքը պետք է որևէ կլինիկայից մի փաստաթուղթ բերի, որ հոգեկան հիվանդ չի։ Նոր դրանից հետո քննարկել ընդհանրապես իր այդ արժի բանավիճը, թե չէ։ Ինչին կամ ում է ուղված Փաշինյանի հայտարարությունը, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։ Այն ուղված է երևի թե հակառակորդին, երևի թե Ադրբեջանի ղեկավարությանը, Ալիևին, որ մենք այդ էջը փակում ենք, սա խնդրանքի ծնկի իջնելու նման մի բան է, որ ինքը ուղղում է Ադրբեջանին, որպեսզի այդ փաստաթուղթը խաղաղության վերաբերյալ ինքը ստանա։ Վերջում մի փոքր սրամտություն Իշխան Սաղաթելյանից, ով է իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին։ Արագիլը։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։